Պարոն Քոչարյան, նախ ինչ տեղեկություններ ունեք դուք, որովհետև փաստորեն այս միջնորդության քննությունը պիտի լիներ 3, բայց առողջական վիճակի պատճառով չի կայացել եւ արդեն այսօր մենք տեղեկություններ ունենք նաեւ որ 3 բժիշկը համաձայնություն չի տվել, որպեսզի բերեն դատարան, այսօր ինչ իրավիճակ է եղել։ Տեսեք, հիվանդանոցում քիչ չեմ եղել, թույլատրված չէր, բայց Ինչքանով որ հասկացա, երեկվա հետ համեմատած այսօր կար մի քիչ դրական դինամիկա ու դա այսպես հիմք են վերցրել ու բերել են դատարան։ Ձեր կարծիքով պարտադիր կալանքը կտան, ասում են այդպիսի դատավոր է, որ ուզի կալանքը պիտի տա։ Ես էլ եմ լսել նոր պատգամավորների հետ, գործընկերների հետ խոսում էինք, հենց հետ էի հարցնում։ Պարզվեց նաև Դավիթ Ղազինյանի կալանք տվող դատավորն է եղել, այնպես որ չեմ կարծում, այսպես շատ ակնկալիքներ չկան, արդարադատության իհարկե միշտ գալիս ես դատարան, ակնկալիքը այն է, որ իրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով այս արդեն 8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը ու առանձնապես այսպես դրական ակնկալիք ես ինքս չունեմ։ Իսկ առողջական վիճակով պայմանավորված նիստի հետաձգում կամ գուցե կալանքի որոշումից խուսափում տնային կալանք։ Գիտեմ, մի փոքր որ ինչ որ բան կա մտածում եմ, որ միգուցե այդ առողջական վիճակը հաշվի առնելով ինչ որ ուրիշ բան լինի, բայց չգիտեմ, սրանց տեսնում ենք։ Դուք գիտեք, որ հենց այդ օրը առավոտյան գալու են ձեր տուն, որովհետև շատ քննարկվեց ու նաև շարժվեց քաղաքականների կողմից, որ դուք գիտեք, դրա համար Լևոն Քոչարյանը եկավ այդպիսի սուր ձևակերպման հարց տվեց, ասես պիծ դավաճան, որ հետո ոնց որ դրանով պայմանավորեն գալը։ Մյուս կողմից այսօր Տարոն Չախմանյանն ասում է, հələ պետք է պարզենք, թե ով է ձեզ տեղեկություն տվել, որ դուք գրել եք բարի գալուց տաղացը։ Որ ձեռները կտրեն, չէ՞։ Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին, այս առումով իսկապես ես գիտեի, որ գալու են ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե հատկապես վերջում Աժեամբիոնից, կոնկրետ Աժեամբիոնից խոսել է դրա մասին, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Բոբայի Փաշինյանով, որ նախորոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված։ Բայց հենց գիտեք, որ հենց այդ օրն է գալու։ Ես ավելի լուրջ իհարկե չգիտեի, որ մյուս օրն են գալու, ճիշտ է, երեկոյան մամուլը գրեց դրա մասին, բայց ընդհանուր մենք հասկանում ենք, որ այս ամբողջ իր խոսույթը, կոնկրետ սպառնալիքները միջելուց ոչ միայն իրա, նաև մյուս քաղաքականների պատգամավորների հասկանում ենք, որ ինչ որ գործընթաց կա, նույն հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին մի քանի օրով բացակայել երկրից, որ ինչ որ բան էփվում է, բայց այն ինչ իրանք նկատի ունեն, որ ներսից ինչ որ ինֆորմացիա կար, չէ՞ դա։ Իսկ ասում են, որ այս ինֆորմացիան այսքան նաև իրավապահ համակարգից, որ սա ոնց որ մոտ մեկ ամիս եղած գործ է, ոնքի հարմար պահեն սպասում, որ նաև Փաշինյանը հրահանգել տա եւ մտնեն, դա սրա մասով ինչ կասեք, ու մեկ էլ ձեր տան խոզարկությունն էլ ապօրինի են որակում ձեր պաշտպանները ասել են, որ բողոքարք են։ Հետ կապված ինչի հիմա տեղի է ունենում։ Հասկանում եք շատ լավ, որ այստեղ իրավական գործընթաց չի գնում, այսինքն եթե իրավականից դուրս են գալի մնացած մասով ենք նայում, այսպես քաղաքական, ապօրինի, իհարկե հնարավորություն կա, այսպես, որ ասեմ ինչ որ նման տեղեկություն ունեմ, չէ, չունեմ նման տեղեկություն իմ մասով։ Ես չունեմ որևէ կարգավիճակ կարող եմ ունենալ միայն անպատասխան անձեռնխելությունը հաղթահարելուց հետո։ Ինչ կտա։ Շատ անհետ է դատարանի որոշումը, որ դուք տեսնեք ուղղակի ծիծաղալու ինչ որ պատճառաբանությամբ այդ գործն է գրած, վերջում ինձ հետ ինչ որ փորձում են իմ տանը փորձում էին ման գալ ինչ որ բաներ, հիմա մի քիչ վստահ չեմ ուղղակի, չեմ ուզում տեղ տալ նախաքննական գաղտնիքի հետ կապված ինչ որ բաներ ասել ու դրա համար իսկ հիմա ժամանակը գա խոսանք։ Բոլոր այսպես գրպաններից մեջ էին մտնում կախված վիճակների, դաբատների, դրամ չէ։ Հա? Միլիոններ։ Հա? Դե արդեն 15000 դրամը գտել են
մնացածը։ Պարոն Քոչյան, եթե անկեղծ հանրության մեջ այդ հարցը անընդհատ հնչում է օդում կախված է մնում։ Լավ, դուք ասում եք 4 միլիարդ չունեք, չեք ասում ինչքան ունեք, բայց ասում եք 4 միլիարդ չունեք։ Դուք ասում եք, որ օրինական վարձակալ եք երիտասարդին, բայց մարդկանց մոտ հարց առաջանում։ Դուք եղել եք նախագահի ողջի, ձեր հայրը եղել է նախագահ, աշխատավարձով ասում։ Այդքան հսկայական անշարժ գույքը, բիզնեսները, այդ միլիոնների վերջում ձեզ ո՞ր է։ Դրա ծագումը կարող եք դուք ինքներդ բացել ցույց տալ, թե ոնց եք աշխատել, դարձել 1, 2, 4 կամ 14 միլիոն դոլարով մարդ։ Անկեղծ ասած, ես այս հարցը այսօր ինձ էլի տվել, էլի են տվել, դուք էլ եք էլի տվել այս հարցերը։ Հիմա տեսեք, այդ հարցերի պատասխանները ես չեմ կարող այստեղ մի ժամ նստել, ասել, այ գիտեք, ես ու բաներ կա, ես ինքս չեմ տիրապետում, եղբայրս արագ շուտ սկսել իր գործունեությունը, ինչից հա սկսել, այսքանից հետո դարձել է մի քիչ ավել, հետո այսպես մի բան կա, էլի ժողովուրդ, 2000 թվին գնահատված նույն հողակտորից սկսած մինչև բիզնեսի արժեքը ամբողջությամբ ուրիշ բան էր, այսինքն իրանք այսօրվա դրությամբ ինչ որ մեծ թվեր են հրապարակում ու ասելով այսքանը որտեղից, բայց այդքանը չի եղել, այդքանը ժամանակի ընթացքում է դարձել այդքան, հետո եկեք չմոռանանք 2008 թվից հետո հայրս Ռուսաստանում շատ լուրջ ընկերությունում էր աշխատում, շատ մեծ աշխատավարձով, շատ մեծ հոնորարով, որը ոչ մի ձև իր նախագահ լինելու հանգամանքով պայմանավորված չէր դրանից հետո։ Գիտեք, այս ամեն ինչը դնում են մի կողմ ու հետ են գալիս անընդհատ այս նույն հարցը։ Ես նորից հստակ կրկնեմ։ Չկա որևէ բան, որը ապօրինի։ Հիմա կա գործընթաց հենց այս նույն դատարանում, դրա հետ կապված կա գործընթաց, որի շրջանակներում արդեն ձեր ասած մանրամասնություններով կտրվեն պատասխանները։ Շատ լավ գիտեք, որ դատական համակարգի հետ կապված բացարձակ չկա վստահություն, տեսնում ենք ինչ է կատարվում։ Հիմա նաև փաստաբանական, դատավարական տակտիկայից ելնելով ժամանակից շուտ ինչ որ բաներ չենք ուզում բացահայտել, որովհետև այստեղ, այսպես ասած, արդար խաղ չի գնում, որ դու փորձես ուղղակի ինչ որ բան բացատրել, որովհետև հասկանում ես դու ինչ որ բան, որ այսինքն նպատակը մեր հանդեպ դրած է կոնկրետ ինչ որ գործողություններ անել ապօրինի։ Այսինքն այստեղ իրանց չի հետաքրքրում արդարությունը։ Ու դրա համար հիմա ժամանակից շուտ ինչ որ բաներ բացահայտել դրանից խոսալը դատավարության տեսանկյունից սխալ է։ Եվ մի հարց էլ Ռոբերտ Քոչյանին արդեն երկրորդ թե երրորդ անգամ են ուղարկում կալանքի, իսկ այս Սերժ Սարգսյանի մասով նման բան չկա, եւ էլի մարդկանց մոտ հարց առաջում ոնց է լինում, որ Սերժին մերժեցին, Քոչյանին երկու անգամ նստեցնում են, իսկ այս Սերժ Սարգսյանի մասով ընդհանրապես խափամիջոցով սեկտապակեցին։ Դուք սրա վերաբերյալ կարծիք ունեք։ Գիտեք, ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով, չեմ հրճվում մարդկանց կալանքով, ինչպես ոմանք, կամ միգուցե շատերը, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չի ու չկա նման գործընթաց իր մասով։ Մնացածը չեմ ուզում մեկնաբանել, գիտեք, կան տարբեր կարծիքներ, չեմ կարծում, անկեղծ չեմ կարծում, որ պիտի ուրախանամ դրան։ Բայց ձեզ մոտ հարց առաջանում է, թե ոնց է լինում, որ այս գործով Ռոբերտ Քոչյանը Ես չեմ մտածում դրանից ու ինձ մոտ հարցեր չեն առաջանում այդ առումով։ Լավ, պարոն Քոչյան, շատ կարծիքներ կան, որ պարոն Քոչյանին ձերբակալել են կապված Տիգրանաշեն դեպքերի հետ, ավելի շուտ ստատուտային պրոցեսների չեք կարծում կապ կա։ Տեսեք, այն գործը, որով հիմա գործընթացը սկսել են, շակերտների մեջ իրավական, դեռևս 2018 թվականից կա հարուցված։ Այնպես չի, որ ոչ մի նոր հանգամանք չի եղել, նոր բան չի եղել, որ մեկ էլ իմացել են, ինչ որ նոր բան է եղել։ Այսինքն այս ժամանակի ընտրությունը ինքն իրանով իհարկե հարցեր առաջացնում է։ Ինչի հենց հիմա, ինչի որոշեցին, ինչի չգիտեմ, Մեհրիբան Ալիևայի ծնունդի օրը, այսինքն այնքան աբսուրդների մեջ ենք, որ նույնիսկ sense բաների շուրջ ես արդեն սկսում մտածել, բայց կարող է իրականում սա ինչ որ հատուկ է այդ օրը ընտրված, ինչ որ գործընթացների հետ է կապված։ Այնպես որ ասել, որ այո, սիմվոլիկա սիրում են, այնպես որ ասել, որ այսպես հստակ կարող եմ ասել ինչի հետ է կապված, իհարկե չէ, բայց առնվազն այս տարիների իրենց գործունեությունը կասկածի տարբեր տեղիքներ տալիս է։ Պարոն Քոչարյան, վերադառնալով արժան ամբիոնից հնչեցվող հայտարարություններին, տեսեք, փաստացի տրվեց հանձնումների անոնս, նոր հանձնումների, տրվեց բռնաճնշումների հրահանգ, արդեն ուղիղ հրահանգ, ինչպես եք պատրաստվում այս ամենին դիմակայել, պայքարել, հաշվի առնելով նաև անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Գիտեք, մեծ հաշվով նույն ձև ինչպես որ արել ենք, մենք երբեք
չենք դիմել որևէ հակաիրավական միջոցների, հակաիրավական գործիքների։ Այս առաջին հերթին այստեղ մեր անձնականից մի կողմ դրած ավելի մեծ հարց կա այս ամեն ինչի մեջ ու իրապես եթե անձնական լիներ այս ամեն ինչի մեջ չէինք լինի։ Մեր ժողովրդի հետ ավելի լավ աշխատելու մեջ է լուծումը, որովհետև ի վերջո քաղաքական լուծում պետք է լինի այս ամեն ինչին։ Պետք է ավելի փորձենք լավ աշխատենք, ավելի ճիշտ ձևով խոսքը տեղ հասցնենք, ավելի լավ կարողանանք այս ստի մանիպուլյացիայի դեմը պայքարել։ Այս է մեծ հաշվով։ Քաղաքական պայքարը ավելի շատ մարդու ի վերջո պետք է կարողանանք համոզել, թե ով է այս իշխանությունը, ուր է տանում ու ի վերջո էլ ինչ վատ հետևանքներ ալնելու իրենց շարունակական իշխանության մնալը։ Մենք երբեք չենք հրաժարվել, հավանական իհարկե, միշտ էլ հավանական համարել ենք, բայց այստեղ կան շատ եթեներ իհարկե, բայց դա միշտ էլ այդ հնարավորությունը կարող է լինել, եթե լինի այսպես տարբեր նախապայմաններ կամ որ այդ նախապայմանները կարողանանք նաև որպես քաղաքական ուժ ճիշտ ձևակերպենք ու այդ մթնոլորտը ստեղծենք փողոցային պայքարի համար, այնպես որ այո, հնարավոր է իհարկե։ Միջազգային հանրության լրությունը ինչով է պայմանավորված, տեղեկացնում եք ձեր գործընկերներին, այսօր օրինակ Պեսկովը ասաց, որ Հայաստանի ներքին գործերին չի խառնվում, բայց հույս հայտնեց, որ ամեն ինչ օրենքի շրջանակում կլինի, հենց պարոն Քոչարյանի մասով հարցին։ Ձեր կարծիքով ինչու են լռում եւ պատշաճ է նրանց արձագանքը, հա, այստեղ տիրող իրավիճակին։ Տեսեք, Ռուսաստանը այն երկիրը չէ, որ այսպես աշխարհով ժողովրդավարություն է քարոզել, հա, այդ երկիրը չէ ինքը այս ժողովրդավարություն քարոզելու, այդ ժողովրդավարական ինստիտուտներին գնահատականներ տալու, ընտրությունների մնացածի հետ կապված այս ամեն ինչը այսպես հավաքական արևմուտքն է միշտ եղել սրա գրողում ու մենք բազմիցս տեսել ենք հատկապես մինչև 2018 թվականը, ես շատ լավ հիշում եմ, տարբեր երևույթների, դեպքերի հետ կապված ինչ կտրուկ արձագանքներ էին լինում, այնինչ հիմա մենք տեսնում ենք արդեն երկար տարիներ, որ այդ արձագանքները չեն գալիս այս երկրներից, դեսպանատներից, այդ կառույցներից չկան այս արձագանքները ու սա էլ հարցերի տեղիք է տալիս իհարկե, թե ինչի չկա, այսօր նաև դրա մասին ազգային ժողովում էլ խոսվեց, որ իսկապես սա ինչ-որ գին ունի ու այս գինը վճարելու է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը իր այս ապօրինությունների վրա, որ աչք են փակում, այլ վճարելու է հայ ժողովրդը եւ շարունակում է վճարել հայ ժողովուրդը, որովհետև ուրիշ նորմալ տրամաբանություն չկա սրան։ Այն կարգի ակնհայտ ապօրինի այսպես լկտի ձևով են այս ամեն ինչը անում, հա, նույն Աժե ամբիոնից հայտարարությունները, որ ուղղակի վստահ եմ, որ իրենք տեսնում են այս ամեն ինչը, իրենք տեսնում են այս ամեն ինչ շատ լավ հետևում են, բայց այսպես լուր առանց ոչ մի արձագանքի։ Ու սա պատճառ ունի, թե ինչ չեն արձագանքում։ Ըստ երևույթի էս այն մարդն է, որն իրենց պետք է, որ ինչ-որ ծրագիր ունի անելու, որին իրենք ամեն ձև այսպես պահում են իշխանության, նաև նախընտրական շրջանում միջալոց են աննախադեպ աջակցությունը, որը իսկապես ընդունված չէ ընտրություններից առաջ, այդ կարգի միջամտություն ընտրական գործընթացին ուղիղ աջակցությունով, այսպես տարբեր այցերով, ֆինանսավորումներով, բայց այս ամեն ինչը արվում է, ու սա ունի հստակ նպատակ, դրա համար էլ այս ամեն ինչի վրա աչք են փակում, ու սա ի ցույց է դնում շատ ավելի վառ, որ ժողովրդավարությունը ոչ թե բացարձակ արժեք է, այլ գործիք է, որը օգտագործում են իրենք, երբ որ իրենց նպատակը հարմար է։ Շնորհակալություն։